Լիբանանի արտգործնախարարությունն Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին հայտարարել է անցանկալի անձ նրան պարտավորեցնելով լքել Բեյրութը մինչև մարտի 29-ը։ Բեյրութը նաև հետ է կանչել Իրանում իր դեսպանին պատճառաբանելով Թեհրանի կողմից դիվանագիտական նորմերի խախտումները։ Տարածաշրջանում էներգետիկ իրավիճակը ևս բարդանում է։ Իրանն Իսրայելի հարվածներից հետո դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա, հարավային Փարս խոշոր հանքավայրում բռնկված հրդեհների պատճառով։ 2025 թվականին Իրանն ապահովում էր Թուրքիայի գազի ներմուծման 14%-ը, սակայն Անկարան շարունակում է մատակարարումներ ստանալ Ռուսաստանից և Ադրբեջանից, նաև օգտագործել սեփական պաշարները։ Ռազմական առումով իրավիճակը շարունակում է սրվել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող հրթիռային կայաններին, մինչդեռ Իրանը հրթիռային հարվածներ է իրականացրել Իսրայելի ուղղությամբ, նաև Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղակայված ամերիկյան զորքերի դիրքերին։ Իրանական կողմը հայտարարում է, որ թիրախավորել է ռազմական և հրամանատարական կարևոր կենտրոններ։ Միևնույն ժամանակ Պենտագոնը քննարկում է տարածաշրջան լրացուցիչ ուժեր ուղարկելու հնարավորությունը։ Խոսքը ԱՄՆ-ի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 3000 զինվորից բաղկացած ստորաբաժանման տեղակայման մասին է։ Զուգահեռաբար հաղորդվում է նաև ծովային ուժերի տեղաշարժերի մասին՝ մոտ 2200-ական ծովային հետևակայիններով 2 հարվածային խմբերի տեղափոխմամբ։ Սրան զուգահեռ դիվանագիտական ճակատում ակտիվանում են բանակցային ջանքերը։ Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները նպատակ ունենալով հասնել հակամարտության համապարփակ կարգավորման։ Վաշինգտոնը Թեհրանին փոխանցել է 15 կետից բաղկացած ծրագիր, որը ներառում է միջուկային ծրագրի սահմանափակումներ, Հորմուզի նեղուցի բացում և տարածաշրջանային զինված խմբավորումների աջակցությունից հրաժարում։ Փոխարենը նախատեսվում է պատժամիջոցների վերացում և քաղաքացիական միջուկային ծրագրի աջակցություն, սակայն Թեհրանից հնչում են հակասական ազդակներ։ Իրանի ռազմական ղեկավարությունը պնդում է, որ պատերազմը չի դադարեցվի, մինչև չվերացվեն բոլոր պատժամիջոցները, չվճարվեն փոխհատուցումներն ու չտրամադրվեն ԱՄՆ-ի չմիջամտության երաշխիքներ։ Միևնույն ժամանակ պաշտոնապես հերքվում է ուղիղ բանակցությունների փաստը, թեև հաստատվում է ամերիկյան առաջարկների ստացումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերի միջև ընթանում են արդյունավետ բանակցություններ և Իրանը համաձայնել է չձգտել միջուկային զենքի ձեռքբերմանը։ Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի ակտիվ ներգրավված լինեն Իրանի դեմ գործողություններում, ընդգծելով, որ ԱՄՆ-ը մեծ առաջընթաց է գրանցում։ Տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին Իրանի Կարմիր մահիկի տվյալներով ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով վնասվել է ավելի քան 82000 քաղաքացիական օբյեկտ, այդ թվում ավելի քան 62000 բնակելի շենք, 19000 առևտրային կառույց, 281 բժշկական հաստատություն և մոտ 500 դպրոց։ Միևնույն ժամանակ Իրանը շարունակում է վերահսկել Հորմուզի նեղուցը, հայտարարելով, որ այն բաց է միայն ոչ թշնամական երկրների համար։ Թեհրանը զգուշացրել է, որ պատերազմող երկրների նավերը չեն կարող օգտվել այդ ռազմավարական ուղուց և սպառնացել է անհրաժեշտության դեպքում խստացնել միջոցները։ Միջազգային արձագանքները ևս կտրուկ են։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի գործողությունները, դրանք որակելով որպես տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող վտանգ։ Չինաստանն էլ իր հերթին հանդես է գալիս երկխոսության օգտին, ընդգծելով, որ հակամարտության լուծումը պետք է գտնվի բանակցությունների միջոցով։ Այս պայմաններում ըստ տարբեր աղբյուրների քննարկվում են նաև ժամանակավոր մեկամսյա հրադադարի հնարավորությունը, որի ընթացքում կողմերը կարող են փորձել հասնել շրջանակային համաձայնության, սակայն դեռևս անորոշ է, արդյոք կողմերը պատրաստ են գնալ նման փոխզիջման։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։